Դրա համար էլ ասում եմ ձեզ, մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքն առավել է, քան կերակուրը, եւ մարմինն առավել է, քան հագուստը։ Նայեք երկնքի թռչուններին, որոնք ոչ սերմանում են, ոչ հնձում եւ ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, եւ ձեր երկնավոր հայրը նրանց կերակրում է, չէ որ դուք առավել եք, քան նրանք։ Ձեզանից ով կարող է հոգալով իր հասակի վրա եւս մի կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ինչու եք հոգում։ Նայեք վայրի շուշաններին, ինչպես են աճում, ոչ ջանք են թափում, ոչ էլ մանում։ Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոն իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքան առավել ձեզ կհագցնի, թերահավատներ։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով. ինչ ենք ուտելու, կամ ինչ ենք խմելու, կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկնավոր հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծո արքայությունն ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ վաղվա օրվա մասին մի հոգացեք, որովհետև վաղվա օրը ունի իր հոգսերը, յուրաքանչյուր օրվա հոգսերը ինքնին բավական են։